Ռեստորանային բիզնեսում լինում են կոնֆլիկտային իրավիճակներ, որոնք բաժանվում են երկու խմբի։ Առաջի խումբը դա ռեստորանի կողմից առաջացած խնդիրներն են, իսկ երկրորդը մեր հյուրերի կողմից առաջացած կոնֆլիկտային իրավիճակները։ Ընկերության կողմից, ռեստորանի կողմից առաջացած ցանկացած խնդիր պետք է տեղում անմիջապես լուծվի, քանի որ մեր համար շատ կարևոր է հյուրին պահել լոյալ եւ չստանալ տարբեր նեգատիվ վատ օձիվներ ինտերնետում։ Մեր երկրորդ խումբը հյուրերի կողմից առաջացած խնդիրներն են։ Կոնֆլիկտային իրավիճակներում հյուրերը բաժանվում են 3 խմբի։ Առաջի խմբի հյուրերը դրանք այն հյուրերն են, ովքեր թիթեռնիկ են, իրենք գալիս են մեր մոտ, ուտեստը ուտելուց հետո անմիջապես նշում են խնդրի մասին եւ հաշիվը չփակելու միտում են ունենում։ Երկրորդ տեսակի հյուրերը այն հյուրերն են, ովքեր հիմնականում բողոքում են իրենց վրա ուշադրություն գրավելու համար, որpիսի մենք նկատենք իրենց, հասկանանք, որ իրենք մեր մոտ հաճախ են գալիս, իրենք ամեն ինչից տեղյակ են։ Հիմնականում բոլոր տեսակի հյուրերի հետ պետք է ունենանք մենք մեր աշխատելու մեթոդը։ Առաջի տեսակի հյուրերը, ովքեր ուտում եւ վերջացնում են, պետք է իրենց հետ օգտագործել առաջի գթալի մեթոդը։ Ուտեստը մատուցելուց հետո անմիջապես 1-2 րոպեվա ընթացքում պետք է դուք մոտենաք սեղանին եւ ճշտեք ուտեստը հավանել են թե ոչ։ Նման դեպքում, երբ որ ուտեստի հետ ինչ-որ մի բան չի լինում, հյուրը ստիպված կլինի ի սկզբանե ասել եւ ոչ թե կուտի կվերջացնի նոր։ Այսինքն այն հյուրերը, որոնք ուղղակի բողոքում են ձեր մոտ հաշիվ չվճարելու համար, կիրառեք առաջի գթալի մեթոդը։ Երկրորդ տեսակի հյուրերը, ովքեր գալիս են մեր մոտ ուղղակի բողոքում են, որ ինչ-որ մի բան ուշադրություն գրավեն, ցույց տան, որ իրեն գիտեն, ուղղակի պետք է իրենց ընդառաջ գնալ, ասել, որ օքեյ, դուք ճիշտ եք, մենք անպայման հաշվի կառնենք ձեր կոմենտները, փորձել իրենց հետ գտնել աշխատանքային լեզու, որով որ կարողանաք դուք իրենց սպասարկել։ Եվ երրորդ տեսակի հյուրերն են, ովքեր անտեղյակ են, այսինքն, երբ որ հյուրը պատվիրում է մեր մոտ օրինակ սուրճ, պետք է մենք իրեն ներկայացնենք սուրճը ինչ բաղադրություն ունի, ինչ գրամաժով է մատուցվում, ինչ ժամկետում է մատուցվում եւ այդ դեպքում, երբ որ մենք հյուրին ինֆորմացիա ենք տալիս, խուսափում ենք ցանկացած տեսակի խնդիրներից։ Հետևեք իմեջին ավելի շատ ինֆորմացիաներ ստանալու համար հոռեկա բիզնեսի կառավարման մասին։